Ողջույն սիրուններս, բարի ուշ երեկո բոլորիդ, հույսով եմ, որ լավ եք, մենք նույնպես շատ լավ ենք ու սկսում ենք մեր հերթական վլոգը, իսկ այսօրվա վլոգը սկսում եմ այսպիսի տեսարանով, մեր մոտ արդեն բավականին ուշ ժամ է ու ես նախորդ վլոգում ասել էի, որ էքսկուրսիայի ենք պատրաստվում ու այսպես ասած եկել է այդ օրը Առավոտյան պետք է գնանք էքսկուրսիա, էքսկուրսիա չի, ուղղակի դասարանական քեֆ է, այսպես ասած, քանի որ օրավարձով տուն ենք վերցրել, որտեղ կա նաև լողավազան ու ամբողջորեն այնտեղ ենք լինելու, այս տարի այդպես որոշեցինք, որ ավելի լավ է տուն վերցնենք, որտեղ երեխեքը լիարժեք հանգստանան, կլողանան, ծնողներս է լավ ժամանակ կանցկացնենք ու ճանապարհների վրա ժամանակ չենք կորցնի։ Հիմա եկել եմ ննջարան, վերցրել եմ այն իրերը, որոնք պետք է մեր հետ տանենք, պետք է դասավորեի պայուսակի մեջ, ասեցի միանգամից վլոգն էլ սկսեմ ու նոր դասավորենք, ինչպես արդեն ասեցի, քանի որ լողավազանով տեղ ենք գնալու, երեխեքի համար այսպես երկուական փոխնորդ եմ վերցրել, հա, շորտ մայկայով, այստեղ եւս մայկա շորտ, այստեղ երկարաթև ժակետ եմ վերցրել, այստեղ լողազգեսն է Անգելինայիս, սա Նինուլիկիս կրոքսներն են, որպեսզի լողավազանից դուրս գալուց հագնի, իր համար եւս Նինուլիկիս համար եւս վերցրել եմ հաստ ժակետ ու էլի շորտ, մայկա, լողազգեստ, նասկի, իմ համար վերցրել եմ այսպիսի սիրուն սանդալներ ամառային, կարծում եմ, որ շատ սիրուն ու հանգիստ սանդալներ են, այնտեղ հաստատ կհագնեմ, որպեսզի սպորտային կոշիկներով չմնամ, ամեն դեպքում իմ համար եւս վերցրել եմ փոխնորդ, այստեղ սրբիչներ երեխեքի համար, իսկ այստեղ արդեն այն հագուստն է, որոնք պետք է երեխեքը առավոտ արդեն հագնեն, միանգամից հագնելու են երկար տաբատներ, Նինուլիկս իր սպորտային հագուստն է հագնելու, Անգելինաս էլ այսպես սև տաբատ եւ իր բլուզը, այս էլ իրանց ակնոցներն են, այսպես պատրաստ դրել եմ, որ առավոտյան արթնանան ու ման չգան, արագ հագնվենք, հիմա այս ամեն ինչը պետք է ես դասավորեմ այս պայուսակի մեջ, որից հետո պետք է գնամ խոհանոց ու աղցան պատրաստեմ, քանի որ ամեն մի ծնող ինչ որ մի բան պատրաստելու է, ես էլ որոշեցի այս անգամ աղցան պատրաստել, արագ այդ աղցանն էլ պատրաստեմ, որպեսզի լոգան կընդունեմ ու պառկեմ, քանի որ արդեն իսկ բավականին ուշ ժամ է, հա իդեպ ասեմ, որ Անգելինայիս կրոքսները լվացրել ու դրել եմ չորանալու, առավոտյան դա կդնեմ, ինքը արդեն հասցրել էր հագնել, մի խոսքով սիրուններս գնամ, այս ամեն ինչը մի հատ դասավորեմ արագ, դե իսկ ձեզ մաղթում եմ բարի դիտում։ Բարի լույս սիրուններս, հույսով եմ լավ եք, մենք նույնպես շատ լավ ենք ու օրը բացվել է, արևը դուրս է եկել, ասեմ, որ այսօր մեր բախտից շատ պայծառ արևոտ տաք եղանակ է, հույսով եմ, որ մինչև վերջ այսպես կմնա ու մեր օրն ու քեֆը չի փչացնի, ինչպես տեսնում եք, ես պատրաստվել եմ, երեխեքը նույնպես պատրաստվել են ու հեսա մի քիչ հետո դուրս ենք գալու, որոշեցի նաև ձեզ ողջունել ու նոր տանից դուրս գալ, ես խմում եմ իմ առավոտվա երկրորդ բաժակ սուրճը, որպեսզի թարմանամ, որովհետև մի փոքր քունս տանում է իրականում, քանի որ իրիկունը շատ ուշ էի քնել, առավոտյան էլ շուտ էի արթնացել, այդպես մի փոքր այսպես քնկոտ վիճակ է մոտս, բայց դա էլ կանցնի, հիմա գնալու ենք մեր ծնողներից մեկի տուն, ում տանը գտնվում է այն բոլոր սննդային գնումները, որ արել ենք,
կտեղավորենք մեր մեքենայի մեջ, հետո կգնանք պայմանավորված վայրը ու այնտեղից բոլորով կշարժվենք։ Ու քանի որ այն հանգստյան տունը, որը մենք օրավարձով վերցրել ենք, բավականին մոտ է գտնվում քաղաքին, մոտ 2-3 րոպեվա ճանապարհ է մեքենայով, դասարանով որոշեցինք, որ այս անգամ ինչ որ ընդհանուր տրանսպորտ չենք վերցնի ու բոլորս կգնանք այն մեր մեքենաներով։ Դրա համար մեզ կտանի եղբայրս, այդպես ինձ մի խոսքով հիմա գնանք, ընթացքում իհարկե անպայման սիրուն կադրերով ու մեր լավորբանից կկիսվեմ ձեր հետ, այնպես որ ձեզ բարի դիտում, մեզ էլ շատ լավ օր ու տրամադրություն։ Մենակ դու չես։ Ինչպես տեսնում եք, մենք արդեն գտնվում ենք հյուրատան տարածքում, այն տանը, որտեղ վերցրել ենք, իսկ հյուրատունը գտնվում է փոքր Քեթիում, Ֆազենտա ռեզորտն է, շատ հավես տեղ է, ինչպես տեսնում եք, երեխեքը խաղում են, իսկ մենք պատրաստվում ենք նախաճաշ անել։ Շատ հավես ժամանակ ենք արդեն իսկ անցկացնում, ժողովուրդ ջան։ Սա էլ ընդհանուր տարածքը, որը ամբողջությամբ այսօր մեր տրամադրության տակ է, կա նաև բացօթյա և փակ նստատեղ, որտեղ կարող ենք նստել, իսկ այն ապակիներով հատվածը արդեն լողավազանի հատվածն է, այնպես որ ամեն ինչ շատ սիրուն է, մաքուր, կոկիկ։
A few moments later. Ողջույն սիրուններս, բարի լույս բոլորիդ, հույսով եմ, որ լավ եք, մենք նույնպես շատ լավ ենք ու շարունակում ենք նախորդ վլոգը, իրականում ուզում եմ ասել, որ նախորդ կադրերից արդեն մի քանի օր անցել է ու այսօր հունիսի 30-ն է, այս ընթացքում ես ոչ մի բան չեմ հասցրել նկարել, բայց այսօր երեխեքի պարարվեստի դպրոցի ավարտական հաշվետու համերգն է ու ես չէի ուզում այդ կադրերը այսպես ուղղակի անցնեին գնային, մտածեցի, որ կներառեմ այս վլոգի մեջ, կարծում եմ ձեզ եւս հետաքրքիր կլինի, միշտ ամեն տարի հաշվետու համերգը դպրոցը կազմակերպել է թատրոնի շենքի բեմում, այսպես մեջ միջոցառում է եղել, շատ հիշվող ու հաճելի օրեր ենք ունեցել, բայց այս տարի ինչ-ինչ պատճառներով համերգը կկայանա հենց դպրոցի դահլիճում, մի փոքր այսպես շատ սեղ կլինի, քանի որ տեղը փոքր է ու մենք հյուրեր չենք կարող մեր հետ տանել, բայց ինչևէ, ինչ էլ որ լինի, ուզում եմ, որ ներառեմ այս վլոգում, չեմ ուզում իրենց ելույթները կորեն, հատկապես, որ այս համերգը Անգելինայից առաջին մեծ համերգն է, քանի որ ինքը այս տարի 0 դասարան էր Պարի դպրոցում ու իր առաջին բեմն է, ինքը առաջին անգամ մեծ բեմում ելույթ է ունենալու Պարով, այնպես որ չգիտեմ, այսպես խառը էմոցիաներ ունեմ, համ հուզիչ է, համ շատ ուրախ եմ, որ երկու աղջիկներս էլ այս ոլորտի մեջ են, ես չգիտեմ իրանք կշարունակեն, չեն շարունակի ու կյանքի ճանապարհը իրանց ուր կտանի, բայց սա մի էտապ է, որ ուզում եմ, որ իրենք անցնեն։ Իսկ հիմա ես խանութ եմ դուրս եկել, իրականում ուզեցա ձեզ էլ ողջունել, նոր շարունակել իմ ճանապարհը, գնամ խանութ, մի քանի բան ունեմ գնելու, արագ գնեմ ու գնամ շտապ տուն, որպեսզի վերջնական պատրաստվենք ու գնանք դպրոց։ Իսկ դուք արդեն կդիտեք իրենց ելույթները, հույսով եմ, որ հաճելի կլինի։
արդեն տանն ենք, ինչպես տեսնում եք, հասցրել եմ նույնիսկ դիմահարդարումս մաքրել, հասցրել եմ գնալ խանութ, միշտ բանջարեղեն գնել ու քանի որ այս վլոգը մի փոքր ավելի խառը վլոգ ստացվեց, դրա համար գնումների հոլովակ չնկարեցի, որպեսզի ամեն ինչ չխառնվի իրար։ Հիմա այնտեղ եմ դրել, որ լվանամ, դասավորեմ, բայց մինչև այդ ուզում եմ այս վլոգը այսքանով ու այստեղ ամփոփենք, քանի որ չեմ ուզում շատ խառը վլոգ ստացվի։ Այնպես որ շնորհակալ եմ նախ, որ իմ վլոգներս դիտում եք, բաժանորդագրվում եք, անչափ շնորհակալ եմ, ուզում եմ ասել, որ ձեր բաժանորդագրությունը ձեզանից ոչ մի բան չի խլում, բայց ինձ ու իմ ալիքին օգնում է առաջ խաղացման հարցում, դրա համար անչափ շնորհակալ եմ մեր փոքրիկ ընտանիքի մի մասնիկը դառնալու համար։ Ես վստահեցնում եմ, որ դուք չեք զղջա, որ բաժանորդագրվել եք, որ հետևում եք ինձ, քանի որ իմ կոնտենտը շատ բազմազան է։ Այստեղ դուք կտեսնեք մամայական, առօրյա, ճամփորդական ու հավես վլոգներ։ Ամենակարևորը անկեղծ, առանց ֆիլտրերի, առանց ձևականության, այնպես որ անչափ շնորհակալ եմ ինձ աջակցելու համար եւ եթե հավանեցիք այս վլոգը, կարող եք մեկնաբանությունների դաշտում անկեղծ կիսվել ձեր տպավորություններով ու կարծիքով, չմոռանաք լայքել, քանի որ դա եւս օգնում է ալիքի առաջ խաղացման համար։ Դե սիրուններս, այսքանով ուզում եմ ասել մնաք բարով եւ խաղաղությամբ, սիրում եմ բոլորիդ անսահման շատ, շնորհակալ եմ բոլորիցդ անսահման, դե մենք կհանդիպենք արդեն հաջորդ վլոգում, պակա-պակա։